Հուլիսին մեր ընտանեկան արձակուրդը Հայաստան անցուցինք, շատ սիրուն էր և ետ եկանք։ Վերջին անգամ 26 տարի եղած էր, որ ես կացեր էի, փոփոխությունը մեծ է, բազմաթիվ ճաշարաններ, շուկաներ, սուպերմարկետներ, գրեթե հոստեղի չափ ահագին ապրանք կա շուկաները, որ գրնաս քննել։ Եվ ինչպես այստեղ բարզ կործմը երթալ գատ քննելը հսկա ծրակիրմը եղած է։ Շուգան գերտաս և որ մեկը գնդրես, 0% գա, 1% գա, 2% գա, 3.25 գա, պրոտինովը գա, առանց լակտոսին գա նուշով, գա սոյով, գա օթով, գա երձես թե գատ չէ որ գնդրես, կմտածես թե ինչ տեսակ ես տուն և ինչ որոշումներ գարնես։ Արադության պատճառով ահագին ընդրություններ ունենք, ամենադեն, ամենտեղ կյանքի ընթացքին, որ կորձը պիտի աշխատիս, որ դպրոցը պիտի երթաս, որ հարաբերություններուն պիտի ժամանակ տաս, որ entertainment-ը պիտի ենես, երգը, movie-ն, շոուն, քիրքը, որ արձակուրդը պիտի ընդրես, տրամդ ժամանակդ ուր պիտի տնես, կյանքը գրնա շվարերիք դառնալ։ Հաջող ազո մոտ գուքանք փախուստ փնտրելով։ Բարձաբես ասե ինչ որնեմ եւ անիգանամ։ Գուզենք աստվածային տեքստը ստանալ, կամ GPS-ը, որ մեզի գարաչնորդ է, մեզի գսե թիմե այս դպրոցը, թիմե այդ կորձին, հետո 300 մետր կնա ցախ դարձիր այդ կինը ամուսնացիր։ Շարնագե և այս ինքնաշարժը կննե, ուղիղ շուգա 200 կատար, բադասխաններ։ Բայց ազո գամքը ճանչնալով որոշումները չեն, որ կանեդանան, այլ անցդ է, որ ազո որդին բատկերին գերբարանագից կլա, կնմանի Քրիստոսի։ Սենեկա իր հին խոսքերը թիմենք, որ մեզ ուղղություն դա, ուրեմն Սենեկա հռոմեական փիլիսոփամն էր, Հիսուսի ժամանակին ապրեցավ, իր դարիքն էր մոտավորապես, ինքը ստոիկ փիլիսոփամն է, Աստվածաշունչը Գործարակերոցին մեջ կխոսի ան ստոիկ փիլիսոփաներուն մասին, և նախկին եկեղեցին հայրերը, այսինքն առաջին այդ քրիստոնյաները, քրողները, առաջին տարուն, օրինակ Ջերոմ և Տերտուլիան գհիանային Սենեկայով, իր փարոյական ճշգրիտ հետևանքը, փափակը, որ ճիշտ կյանքը ինչ է և ինչպես ապրիլը, զինք կնկատային քրեթե քրիստոնյա, անշուշտ բագաս ազո շնորհքին չեր թիմեր և այլն մարդուն ուժին գտիմեր, բայց անգեզատ։ Ուրեմն թիմենք իր խոսքերուն։ Ինք ասավ, our plans miscarry because they have no aim. When a man does not know what harbor he is making for, no wind is the right wind. Թարգմանեմ, մեր ծրակիրները գծախողին, որովհետև նպատակ չունին։ Երբ մարդ չգիտեր, թե որ նավահանգիստը գտնե, ոչ մեկ հով զինք գրնա դանիլ ճիշտ տեղը։ Շատ մը երասարտներ ներկայիս կնմանին այս նավուն պես, որ Սենեկա գպասադրե, պամմճոքներ իրենց կյանքին մեջ։ Ոչ մեկ հով իրենց ճիշտ դեղը գտանի, քանի որ չեն գիտեր, թե ուր պետք է երթան, հստակ դեսիրք չունին, թե ինչն ելու են և ով լալու են։ Ներքին իրենց մեջը կփնտրեն գնային և բադասխան չկա։ Ուրդեղ են կալու է օգնությունը, Մարգոս 3:35, ինչ որ անցյալ պատկամի մեջ դեսա, այսօր ուզեմ խորանանք։ Հիսուսը սա վասնզի ով որ ազո գամքը կգադարե, անիգա է իմ եղբայրս և քույրս և մայրս։ Իմ պատկամիս նպատակը այն է, որ տեսնենք ազո գամքին հնազանդությունը
Ոչ թե իբրև մեկ ընդրությունը, կյանքի բազմաթիվ ընդրություններուն մեջ, այլ կյանքի նպատակն իսկ, պատճառը թե ինչու ստեղծված ենք, թե ինչու նավը ջուրին վրան է։ Ազո գամքը ընելով կյանքդ գլա ավելի խաղաղ, հաստատուն և իմաստով լեցուն, քանի որ թիվ 1 ազո գամքը հստակ է, թիվ 2 ազո գամքը հավիդյան կմնա, թիվ 3 ազո գամքը հոգին կհարստացնե։ Թիվ 1 ազո գամքը հստակ է և արդեն հայտնված է։ 2007-ին iPhone-ը ստեղծվեցավ։ Այն օրվնե ետք բոլորին բադահածը նույնն է։ Ինձ ինքիդ կսես 5 վարգյան հեռախոսին վրա պիտի անցնեմ և հաջորդ բանը որ կանտրատարնաս անեմ որ 2 ժամ անցեր է։ Անդադար scroll, թեպի ցախ, թեպի աջ, թեպի վեր, թեպի վար, ալգորիթմները մեկ կողմ գտանին, sophisticated artificial intelligence ուրիշ կողմ գտանի, influencer-ներ կան, որ գուզեն քեզ համոզեն մեկ ցևով և ուրիշ ցևով, այս ժամանակները կզգացվին որպես նավը, որ կձգվի ջուրին վրա, կհրվի, բայց տեղը չէր տար։ Այս բոլորը մեզ կզգացնեն մտավորապես և հոգևորապես շվարած, mentally, spiritually dizzy, disoriented։ Այս շաբաթ, եթե լուրերեն անդրադարձակ, Meta ընկերությունը, որ Facebook, Instagram ունի, բարդատրվեցավ թադարանեն ամերիկական վճարել $567 միլիոն հոգեգան երեխաներու հոգեգան վնասներուն համար, այսինքն towards the treatment and prevention of mental health problems in children։ Ով գայոսին մեջտեղը լալ առանց հստակ նպատակի առողջությունը չի հարաճացներ, mental health problem-ներու գտանի։ Պետք ունենք մեր նավը թեպի ճիշտ նավահանգիստը ուղղել։ Նավահանգիստը բոլոր մարդոց համար նույնն է, ազոգամքը ընելն է։ Եկեք նայենք 6 հատվածներու Աստվածաշունչին մեջ, ուր ամենաբարձ ցևով այս բացառությունը արտահայտությունը կտեսնենք, այսինքն գրեթե այս բառերով գրված է, ահա ազո գամքը, գամ ասված այս գուզե։ Ուրեմն այս է թիրախը, նշանակետը, the target։ Salvation, spirit-filled, sanctified, submissive, suffering, satisfaction. Salvation, փրկություն։ Ինչն ենք, որբեսի ազո կործերը գադարենք։ Այս լավ հարցումը կհարցվի Հիսուսի Հովանու 6-րդ գլուխին մեջ։ Եվ պատասխանը, որ Հիսուս կուտա, այս է ազո կործը։ Ինչ կավելցնե, կգարձեք, ինչ պիտի եսե, ինչ կակատնագետը պիտի տնե, որ ինչն ենք ազո կործերը գադարելու համար, այս է ազո կործը, որ անոր ғրգածին հավադակ։ Հավադալը աշխատանք է կործմն է, ծևովմը։ Առաջին նամակին մեջ Տիմոթեոսի ուղված Պողոս կգրե Աստված գուզե, ուրեմն նորեն հստակ բառերով ինչ գուզե Աստված, what does God will and desire, Աստված գուզե որ բոլոր մարդիկ փրկվին ու ճշմարտությունը ճանչնան։ Առաջին քայլը որ պետք է անես, եթե գուզես ազո հաճելի ելնալ, Հիսուսի հավատալն է մեղքերդ թարնալով։ 2. Spirit filled, հոգիով լեցված։ Ազո գամքը փամմն է, որ մեր մտքերը գրնան հասկանան։ Ոչ թե որ փամմը որ օթին մեջ վիտ բռնենք կամ ըսկանք կամ զուգատիբությունները լագյանքի մեջ եւ լույսը ուղղությունը փնտրենք։ Մովսես ըսավ երկրորդ օրինացի վերջին գլուխներում մեջ, մինչ կամփոփեր բոլոր օրենքները, որ դրվեցան, բոլոր բադահածները 5-րդ քիրքին մեջ Աստվածաշունչի, գրված է ձաձուկ բաները, այսինքն ան բաները, որ աբական չենք գիտեր, ինչ պիտի ելլա մեզի ուրիշներուն,
Ձաձուկ բաները մեր դեր Աստծոյն կվերապերին։ Բայց հայտնված բաները մեզի ու մեր որդիներուն դրված են հավիդյան, որբեսի այն օրենքին բոլոր խոսքերը կատարենք։ Ուրեմն պատասխանատվությունը ճանչնալու գիտնալու Աստծո բաները մեր վրան է, հավիդյան, մեր բոլորին մեզի փոխանցված եւ մեր զավակներուն անցված։ Եփեսացիս նամակին մեջ Պողոս կգրե անոր համար անմիդ մի ըլլակ, հաբա իմացեք, թե ինչ է դերոջը գամքը։ Մի քինովնակինիով, որուն մեջ աբագանություն կա, հաբա հոգիով լեցվեցեք։ Ուրեմն նորեն ասոր այս հատվածին սկիզբը խոսի մտքին մասին անմիդ մի ըլլակ, հաբա իմացեք, միտքը կործածեք, թե ինչ է դերոջը գամքը։ Դերոջը գամքը պամն է, որ գրնանք հստակ գիտնալ։ Պնակիրին մեջ, այս հատվածը հունարենին մեջ, հոգիով լեցվեցեք, գսե, ոչ թե քինիով կինովցեք, հոգիով լեցվեցեք, իմաստը մեկ անգամ լեցվիլ չէ, այլ մշտնչենաբես լեցվիլ, թափանցվիլ և ղեկավարվիլ սուրբ հոգիով, to be continually filled, permeated and controlled by the Spirit. Գպախտադեք քինովանցին, որ գարավարվի քինիով, այդ ծևով չի գարավարվին գպախտադե և գսե գարավարվիլ սուրբ հոգիով։ Եթե գյանքը ինքնաշարժիմը պախտադենք, նմանցնենք, կնան գսել ով գկշեք ու ինքնաշարժըտ, արդյոք ներքին կու պապակներըտ, թուրսի ծայները և աստեցությունները, թե Աստծո հոգին։ Միայն մեկը գտանի քեզ ապահով դուն։ Հայաստան մեր ճամփորդության ընթացքին շատ հանգիստ էր ունենալ վարորդը։ Անիկա մեզ գկշեր դեղեր գտաներ, կարգմը դեղեր այնքան բարձրացանք լերան վրա, որ ճամփան շատ ներ էր, երկու ինքնաշարժի համար էր, բայց ներողություն մեկ ինքնաշարժի համար էր, բայց երկու հատ ինքնաշարժ գուկա, մեկը մեկ կողմեն, մույս կողմեն, և ճիշկովը անտունտ է, ուրեմն չես գիտեր ուր մեկ են ձագ մգա, ուրեմն այդ ճիշտ վարորդը ունենալը մտքի խաղաղություն բերավ և ապահովություն, երբ Սուրբ Հոգին կշեք ու կյանքի ինքնաշարժդ քեզ ապահով կբահե։ Թիվ 3, sanctified, սրբություն։ Վասնզի Աստված կգամենա նորեն առաջին նամակը Թեսաղոնիկեցիներուն հստակ բառերով, ինչ կգամենա, ինչ կուզե, Աստված կգամենա, որ դուք սուրբը լակ, ետ գենակ, բորնը գութենե։ Աստված կգամենա ոչ թե որ միայն անցյալի սուրբերը սուրբ կոչվին, այլ որ մենք սուրբը լանք, to be sanctified. Եվ գուտա մեկ օրինակը, that you should abstain from sexual immorality. Փարոյական, սերական հարաբերությունը մեկ դղամարդու և մեկ գնոջ միջև է ամուսնության մեջ. The only morally acceptable form of sexuality is between one man and one woman who are united in marriage. Ամեն ինչ այս սահմանեն թուրս, ազոգամքեն թուրս է։ Աշխարը գսե, ինչ որ կեզի հաջուկ կպեր է։ Աստված գսե, ինչ որ ճիշտ է, քեզ գսրբացնե։ The world says, do what makes you feel good. God says, do what is right, what makes you holy. Submissive, հնազանդություն։ Առաջին Պետրոսի նամակին մեջը գխոսի հիմա մարդկային օրենքները հնազանդելու համար, որ խոնարհություն գուզե, ուստի հնազանդ եղեք ամեն մարդկային հեղինակության դերոջը համար, թե թագավորին, որ բարձրակույն հեղինակությունն է, թե գուսակալներուն, անոր գոմեն ղրգվածներու պես, չարակործները բաճելու և բարեկործները քովելու համար, վասնզի Աստծո գամքը այսպես է, որ բարեկործությամբ անխելք մարդոց տկիդությունը բաբանցեցնեք։ Աստծո գամքն է, որ հնազանդինք ոչ միայն Աստծո օրենքներուն, այլ նաև մարդկային օրենքներուն։ Suffering, դարաբանք,
Առաջին նամակը Պետրոսի մեջ, վասնզի ավելի աղեկ է բարեգործություն ունելով չարչարվիլ, եթե Աստծո կամքը այդ է, քան թե չարագործություն ունելով։ Եվ բոլորը գխապեն շուրջդ, եւ տասնգերներդ պատասխանները կբաժնեն իրար, երբ գործագիցները կանոնները կգդրեն, իսկ տուն ճիշտը գնես, պիտի դուժես։ Այդ բարեգործություն ունելով չարչարվիլը Աստծո կամքն է։ Վեցերորդ satisfaction, գոհունակություն։ Ամեն բանի մեջ գոհություն տվեք։ Վասնզի այս է Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով ձեր վրա։ Առաջին նամակը Թեսաղոնիկեցիներուն ուղղված։ Աստված կփափակի, որ քոհ ըլլանք ամեն բանի մեջ, ոչ միայն եւ որ կյանքը լավ է, այլ ամեն բարականերուն մեջ մեր քոհ ըլլալը satisfied շնորհակալ ըլլալը հիմնված է Աստծո բարիության վրա, որ անփոփոխ է եւ ոչ թե կյանքի դարբեր փոխված բարականերուն մեջը դերը գուտա եւ դերը գառնե կփոխվի մեր ունեցածները մեզի բադահածները բայց ինք կմնա նույն բարի հայրը, որ մե շնորհակալ լինելու ենք։ Ուրեմն Աստծո կամքը հստակ է։ Ան կփափակի մեր փրկությունը, հոգիով գարավալվիլը, սուրբ ըլլալը, հնազանդիլը մարդկային օրենքներուն, ճիշտը ընելը նույնիսկ եթե կնշանակե չարչարվիլ եւ գոհունակ ըլլալը Եվ ասոր նման բոլոր բաները, որ մեզ գտանին, Քրիստոսանման ըլլալու նշանագետին, target։ Թիվերգու, Աստծո կամքը հավիդյան կմնա։ Լավակույն հեռախոսը կգտնես, լավակույն կամերայով, 4 տարի հետ, թանտաղած է, բատերին, չարջը չիպրներ, նորը գուզես, Դարիներուն ընթացքին կործըտ կփոխվի, բարեկամները կփոխվին, զավակներդ կմեծնան, մարմինդ կձերանա, Հովանես կգրե աշխարհը սալկանցնի, անոր ցանկությունն է, բայց ան որ Աստուծո կամքը կգադարե, հավիդյան պիտի մնա, Աստծո կամքը միայն բանն է, քու կյանքիդ մեջ որ չի զարանար, չի գոդրվիր, չի ժամկոդիր։ Սողոմոն փորձեց արևուն դակ եղած ամեն ճանապարհ, այսինքն ինչ որ աշխարհը գտնա քեզի հրամցնել, առանց հաշիվի առնելու Աստծո։ Ան փորձեց հաջուկներ, հակին հարուստ էր, թակավոր էր, ամեն տեսակ բան գրծավ ունենալ, շինություններ, մեծ պրոջեկտներ ունենալ եւ իրագործել աշխատանք մեծ ծրագիրներ եւ յետքը գրած վերջին գլուխին մեջ ժողովողի գիրքին Էկլեզիաստիս այս բոլոր խոսքին վախճանել լսենք ասուզմե վախցիր ու անոր բադվիրանքները բահե վասնզի մարդուս բոլոր բարդականությունը ասիգա է Քանզի ասված ամեն գործ, ամեն ծածուկ բաներու հետ, թե բարին եւ թե չարը Թադաստանի պիտի բերե։ Ուրեմն աշխարհը գանցնի, մեր բոլոր ցանկություններն ալ գանցնին, բայց ան որ Աստծո կամքը կգադարե, ան որ ասուզմե կվախնա եւ անոր բադվիրանները կբահե, հավիդյան պիտի մնա։ Երբ ոսկի գուզես հանել, հանկեմը 1 գրամ ոսկի ունենալու համար 1 տոն հանք պետք է, այսինքն 1000 կիլոգրամ։ Հանքին մեծ մասը հող եւ քարե, այս աշխարհին հասարակ առանց արժեքի նյութերը, որ գրագը գայրե, որովհետեւ ան 1 գրամ ոսկին մնա։ Հնազանդությունը այն 1 գրամ ոսկին նման արժեքավոր եւ մնայուն է։ Սամոս 119-ին մեջ կսե ինձի հազարավոր ոսկի է ու արձաթե ավելի աղեկ է քու պերնիտ օրենքը։
որքան ժամանակ գուդաս անցնողական բաներու, փախտadmամբ մնայուն բաներուն։ Գրնալալ, որ այս շաբաթ, եթե հերացայինդ ինձ դաս եւ նայիմ, 1000 վարյան անցուցիր հերախոսիդ վրա։ Եվ մեկ վարյան Աստվածաշունչին հետ։ Արդեն 1000 վարյանները մորցված են։ Չես այշեր, ինչ ծևով հրվեցար։ Ամեն գոմե հովիբես։ Դերմը չի աստծուց կեզ։ Բայց այդ մեկ վարյանը, որ միտքդ ազո բարձրացուցիր, ճիշտ ուղղությամբ հովը փչեց եւ քեզ հավիդենական մնայուն նավահանգիստին մոդեցուց։ Նույնիսկ եթե 1 մետր հավանիկա, այդ պիտի մնա։ Երեք ազո գամքը հոգին գհարստացնե։ Ազո հստակ ոչ միայն հավիդյան գմնա, այլ նաև քեզ գհարստացնե հիմա, ներկայիս մեջ։ Երեք օրինակներ տեսնենք շատ հարուստ անձերու, որոնց համար ազո գամքը իրենց մեծակույն կանցնար։ Թիվ 1 Քրիստոս, որ ազո գամքը գերագուր նկատեց։ Երբ աշակերտները քաղաքեն վերադարձան իրենց հետ ուդելիք բերելով, աշակերտները իրեն գահաչեին ու գսեին. «Ռաբբի, հաց կեր»։ Անիկա ասավ անոնց. «Ես գերագուր ունիմ ուդելու, որ դուք չեք գիտեր»։ Զարմացան աշակերտները, որ ինչ ու մեկը իրեն գերագուր դվավ հետը սանդվիչ մուներ, հիմա ալլարն է կմտածեին Uber Eats կանչեց արդյոք։ Այն adեն աշակերտները գսեին իրարու արդյոք մեկը իրեն ուդելու բամը բերավ։ Հիսուս ասավ անոնց. «Իմ գերագուրս այն է, որ ես զիս խրգողին գամքը ընեմ եւ անոր գործերը կատարեմ»։ Նույնիսկ երբ հորը գամքը գտաներ դեպի խաչ, անսավ Հովանու 5-ին մեջ ես իմ գամքս չեմ փնտրել, հաբա անոր գամքը, որ զիս խրգեց։ Մեր Տիրոջ համար իր հորը գամքը փնտրելը եւ կատարելը սնունդ էր։ Ան որ քրիստոնյան նման եւ իմաստով լեցուն կյանք մը կփնտրե, պետք է հորը գամքը ցանգա, ինչպես գերագուր երբ անոթի ենք։ Ուրեմն երբ խնդրենք եւ աշխատենք եւ փափակենք մեր օրվան հացին համար, նաեւ խնդրենք աշխատենք եւ անոթանանք ազո գամքը փնտրելով։ Աղոթքին մեջ գաղոթենք տերունական աղոթքին մեջ ուրեմն եղիցի գամքո որպես երկինս եւ երկրի ըսհաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր այսինքն մեր աշխարհապարով քու գամքը դլա ինչպես երկինքը նույնպես երկրի վրա մեր ամեն օրվան հացը այսօր ալնես դուր շարքը կարևոր է խնդրանքին նախ կխնդրենք ազո գամքը ինչպես որ երկինքն է առանց արգելքի առանց մեղքի երկրի վրա թողնելա եւ մեր մեջը իդ կխնդրենք մեր պետքերը հացը երկրորդ օրինակ Մարիամ Հիսուսի մայրը որ հնազանդեցավ ազո գամքին իբրև աղախին Զարա եւ Գաբրիել հրեշտակը հայտնեց իրան, որ պիտի հղանա եւ ազո որդին պիտի ծնանի, ինչ էր իր պատասխանը, մեծ շփոթության մեջ անշուշտ ասավ ահա ես Տերոջը աղախինն եմ, քու ըսածիդ պես թողլա ինձ։ Անկիդեր որ այս ծառայության պատճառով իր սրդեն սուր պիտի անցներ, ինչպես Սիմեոն Մարգարեն իրեն հայտնեց եւ որ մանուկ նորածին Քրիստոսը դաջարը դարավ
Եվ Սիմեոնը ասավ քու սիրտը դալ սուր բիդի անցնի։ Բիդի դեսներ, այսինքն իր միածին իր որդին խաչին վրա։ Բայց Մարիամ ինձինք աղախին գոչեց եւ հնազանդեցավ ազոգամքին։ Իր բարի օրինակը գրնանք հետևին, նկատելով մեր զավակները, թորնիկները, ասկականները, բարեկամները, բոլոր մեր շուրջինները իբրև Աստծո դրված մեզի նվեր։ Եվ մեր անձը նկատենք որպես ծառա Աստծո իր նվերները շնորհակալ լալու, զանոնք սիրելու եւ զանոնք թեպի բարի ճամփան առաջնորդելու։ Երրորդ օրինակ Հոբ, որ հնազանդությունը իր մեծակույն քանցը նկատեց, Հոբ մեկ օրվա մեջ գործընծուց իր բոլոր ունեցածը, իր բոլոր զավակները եւ իր բոլոր անձը, իր առողջությունը անձանր ցավով կեդին ինգավ եւ երկրպագությունը Աստծո բաշտեց ու սավ մորս արքանտեն մերգ եկա եւ հոն մերգ բիդի դառնամ դերը դվավ եւ դերը արավ օրտնյալը լա դերոջը անունը Հոբ գիտեր որ իր բոլոր ունեցածը Աստծո բարգևն է Աստված է որ որոշած է իրեն դան իր գամքովը իր միակ իսկական հարստությունը Աստծո գամքին հնազանդությունն էր երբեք չգործընծուց այդ քանցը Օգոստինոս գրեց City of God քիրքին մեջ 4-րդ թարուն Հոբի մասին իրեն նկարագրեց այս սևով Like a good servant Job counted the will of his Lord his great possession by obedience to which his soul was enriched. Nor did it grieve him to lose, while yet living, those goods which he must shortly leave at his death. Թարգմանեմ լավ ծառայիմը նման Հոբ նկատեց իր դիրոջը կամքը իր մեծակույն քանցը որուն հնազանդությամբ իր հոգին կհարստանար ան չդմեցավ գործընծնելով այն բարիքները որոնք շուտով պիտի գործընծներ իր մահվան օրը ամփոփեմ մեր կյանքը ունի հստակ նպատակ Աստծո կամքը կատարելը երբ այս հասկանանք եւ մեր կյանքերը ուղենք դեպի այս թիրախը target Սուրբ Հոգին հովը մեզ կդանի դեպի հոգիները հարստացնող եւ հավիտենական նավահանգիստը մեր կյանքերը փոխանակ նմանելով շվարած նավիմը որ ճուրին վրա գծպա անհաստատ հովե հրված կնմանի հանդարտ մտքով նավիմը որ թեպի նպատակը կհարաճանա Մարգոս 3-ին մեջ դերը իր բոլորդիկը նստողները նայելով ասավ ահա իմ մայրս ու եղբայրս վասնզի ով որ Աստծո կամքը կատարե անիգա է իմ եղբայրս եւ քույրս եւ մայրս ճիշտ այս թիրքն է մոդ ու շատիր ընդունող որ մեր դերը գճանչնա իբրև անցմը որ Աստծո կամքը կատարե մենք չենք կնար ֆիզիկապես Հիսուսի շուրջը ըլլալ բայց Հիսուսի շուրջը գնստինք ամեն անգամ որ փանանք անոր խոսքը Երբ կխոնարհենք անոր ճշմարտության առջև եւ գնդրենք հնազանդիլը Այսօր եւ ամեն օր մեկ ոսկի վարյան անցուր ինձինքդ ուղղելով թեպի այս նպատակը
Մեր Տիրոջը օրինակը հետևենք եւ ասենք իմ գերագուրս այն է, որ ես զիս հրգողին կամքը ընեմ ու անոր գործերը կատարեմ։